Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այսօր մենք քննարկում ենք ոչ միայն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, այլև շատ ավելի կարևոր հարց. խորհրդարանական վերահսկողության, քաղաքական պատասխանատվության և գործադիր իշխանության նկատմամբ հակակշիռների հարցը։ Սիրելի հայրենակիցներ, ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը խորհրդարանի ամենաառանցքային հանձնաժողովներից մեկն է, որտեղ քննարկվում են պետության ֆինանսական քաղաքականությանը, պետական բյուջեին, հարկային քաղաքականությանը, պետական պարտքին, հանրային միջոցների արդյունավետ տնօրինմանը վերաբերող առանցքային հարցեր։ Այդ պատճառով կարծում եմ, որ այս հանձնաժողովի ղեկավարումը պետք է դիտարկել ոչ թե որպես քաղաքական պարգև, այլ որպես մեծ պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների առջև։ Մենք որպես ընդդիմություն շատ հստակ գիտակցում ենք մեր դերը։ Մենք իշխանություն չենք փնտրում հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Մենք պահանջում ենք այն, ինչը ժողովրդավարական երկրի խորհրդարանում պետք է լինի բնական։ Այն է արդյունավետ վերահսկողություն, թափանցիկություն և գործադիր իշխանության հաշվետվողականություն։ Ընդդիմադիր պատգամավորի կողմից այս հանձնաժողովի ղեկավարումը հենց այս տրամաբանության մեջ է։ Մենք չենք պատրաստվում մերժել ամեն ինչ, միայն այն պատճառով, որ դա մեր օպոնենտներն են բերել։ Մենք առաջնորդվելու ենք բացառապես մեկ սկզբունքով. բխում է արդյոք այդ որոշումը Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի շահերից։ Հետևաբար, հանձնաժողովի նախագահի պաշտոնը պետք է ծառայի ոչ թե քաղաքական հարմարավետությանը, այլ խորհրդարանական վերահսկողության ուժեղացմանը։ Մենք ուզում ենք խորհրդարան, որտեղ հանձնաժողովները ձևական կառույցներ չեն։ Եվ սա մեկ անձի օգտին քվեարկելու հարց չէ, սա սկզբունքի հարց է։ Սկզբունք, որ պետական ֆինանսների նկատմամբ վերահսկողությունը պետք է լինի իրական, որ խորհրդարանը պետք է վերահսկի գործադիր իշխանությանը և որ ընդդիմությունը ոչ միայն պետք է քննադատի, այլև պետք է ստանձնի պատասխանատվություն այնտեղ, որտեղ այն ծառայում է հանրային շահին։ Մինչև բյուջեին անդրադառնալը կցանկանայի անդրադառնալ 3 պարոն Բաբկեն-Թունյանի կողմից այստեղ հնչեցված մի քանի դիտարկման։ Պարոն Թունյան, երբ դուք ասում եք, որ մեր կողմից շրջանառության հարկի վերաբերող հարցերը մանիպուլյատիվ են և ըստ էության հարկը առևտրով զբաղվող կազմակերպությունների համար կամ նույնն է մնացել կամ գուցե նաև իջել է, այո, որովհետև նրանք ունեն նվազեցվող ծախսեր։ Իսկ ծառայությունների մասը ես երեկվանից բազմաթիվ նամակներ եմ ստացել և իմ տեղադրած վիդեոյի մեկնաբանություններ բաժնում էլ տարբեր տնտեսվարողներ ծառայությունների ոլորտից, սկսած, չգիտեմ, միջոցառումների կազմակերպումից մինչև խորհրդատվական ընկերություններ, ահազանգում են, որ հարկի բարձրացումից հետո իրենք չեն կարողացել բարձրացնել իրենց ծառայությունների արժեքը, որտև չէին դիմանա մրցակցությանը և իրենց պատվիրատուները պարզապես կհրաժարվեին իրենց ծառայություններից, հարկային բեռը մնացել է իրենց վրա և նրանցից շատերը, այո, փակվել են։ Եվ երբ դուք ասում եք, որ ըստ ՊԵԿ-ի ակտիվ հարկ վճարողների թիվը ավելացել է, փակվող ընկերությունները, պարոն Թունյան, դրանք թվեր չեն։ Փակվող ընկերությունները մեր քաղաքացիների կյանքի որակի վատթարացում է։ Այժմ գանք պետական բյուջեին, մասնավորապես ցանկանում եմ անդրադառնալ կապիտալ ծախսերին։ Եթե ուսումնասիրենք 2019-ից 2025 թվականների պետական բյուջեն, ապա կտեսնենք, որ այս տարիների ընթացքում կապիտալ ծախսերը էապես աճել են։ 2019-ի 134 միլիարդի փոխարեն 2025-ին այդ թիվը կազմել է 703,2 միլիարդ։
ինչի իհարկե շատ գովելի է, սակայն մենք պետք է պետական բյուջեն գնահատենք ոչ թե այն գումարով, որը գրված է բյուջեի համապատասխան տողում, այլ նրանով, թե որքանով է այն կատարվել եւ ինչ է դրա արդյունքում ստացել մեր քաղաքացին։ 2025 թվականի ճշտված պլանով կապիտալ ծախսերը կազմել են 703.2 միլիարդ, որից փաստացի կատարվել է սակայն 637 միլիարդը, այսինքն 91%։ 2026 թվականի առաջին կիսամյակի ճշտված պլանը կազմել է 375.8 միլիարդ, որից փաստացի կատարվել է ընդամենը 212.1 միլիարդը, այսինքն 56%։ Համեմատության համար 2025 թվականի առաջին կիսամյակում նախատեսված 402.9 միլիարդից փաստացի իրականացվել էր 295.8 միլիարդը, այսինքն 73%։ Փաստացի իրականացված կապիտալ ծախսը 2026 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 28%-ով։ Սիրելի հայրենակիցներ, կապիտալ ծախսերը դրանք երկրի ապագայի վրա կատարվող ներդրումներ են։ Դա ճանապարհ է, դպրոց է, ջրագիծ է, հիվանդանոց է, այլ պետական ակտիվ է։ Եվ եթե նախատեսված կապիտալ ծախսը չի իրականացվում, մենք ոչ թե պետք է արձանագրենք կատարողականի տոկոսը, այլ պետք է պատասխանենք ամենակարևոր հարցին. ինչու։ Մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ոչ մրցակցային պահանջներ, սկսած տեխնիկական հագեցվածությունից մինչև օրենքով նախատեսված աստղաբաշխական բանկային երաշխիքներ, հատկապես խոշոր մրցույթների դեպքում։ Նախագծանախաշվային փաստաթղթերը կազմվում եւ կապալառուներին հանձնվում են շատ թերություններով, որոնք հաճախ շինարարական աշխատանքների ողջ ընթացքում աշխատանքներին զուգահեռ ճշգրտվում են, ձգձգելով աշխատանքների ընթացքը։ Այս ընթացքում լրանում է շինթույլտվությունների ժամկետները, որը պատվիրատուն հաճախ մոռանում է երկարաձգել, բայց երբեք չի մոռանում օրինակ տույժեր հաշվարկել կապալառուի նկատմամբ, որը չի տեղավորվել ժամկետների մեջ։ Արդյունքում աշխատանքները ավարտվում են, օբյեկտը սկսում է շահագործվել, բայց շատ հաճախ չկա ավարտական ակտ։ Իսկ ինչու չկա, որովհետև օրինակ պատվիրատուն չի հասցրել մրցույթ կազմակերպել եւ չափագրող ընտրել, չի հասցրել երկարաձգել տեխհսկողի պայմանագիրը կամ լրացած շինթույլտվության ժամկետը եւ բազմաթիվ այլ պատճառներ։ Առանց ավարտական ակտի շահագործվող օբյեկտում սկսում են առաջանալ նոր խնդիրներ, որի արդյունքում կապալառուն կրում է նոր ծախսեր։ Այս ամենի հետևանքով տնտեսվարողները սկսում են շատ զգուշորեն վերաբերել պետական մրցույթներին մասնակցելու որոշմանը։ Դրա արդյունքում մրցույթների մասնակիցների թիվը քիչ է լինում, չի լինում իրական մրցակցություն եւ գնային առաջարկները լինում են բարձր։ Սիրելի հայրենակիցներ, պետական բյուջեն իշխանության սեփականությունը չէ։ Այն Հայաստանի քաղաքացիների գումարն է։ Յուրաքանչյուր դրամ, որը հավաքվում է հարկատուներից, պետք է ծախսվի հիմնավորված, արդյունավետ ու թափանցիկ։ Եթե պետական բյուջեի միջոցները օգտագործվում են ոչ արդյունավետ, ապա խորհրդարանը պարտավոր է հարցեր տալ։ Եթե կան չկատարված ծրագրեր, ապա պետք է պահանջել պատասխաններ։ Եթե կան չարդարացված ծախսեր, դրանք պետք է բարձրաձայնել։ Եվ սրանք այն հարցերն են, որոնց նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, այլ ոչ թե ձևական։ Շնորհակալ եմ։